ոչ թե հարցը ատոմային ծրագրի սահմանափակման կամ նման խնդիրներ են, այլ ավելին ռեժիմի փոփոխության, Իրանի վարչակարգի անկման նպատակ են հետապնդում, որ ես կարծում եմ սա միջազգային օրենքի շատ կոպիտ խախտում է իր տեսակի մեջ, նկատի առնելով հետագա քայլերը Իսրայելի կողմից Իրանի հեռուստատեսության շենքի ռմբակոծումը, հրթիռակոծումը կամ ասենք ատոմական արդյունաբերության կետերի խոցելը, սրանք բոլորը ցույց են տալիս, որ Իսրայելը հատում է եւ կհատի կարծում եմ ապագայում եւս բոլոր թույլատրելի գծերը եւ իր խնդիրը Իրանի ոչնչացման հարցն է եւ ոչ միայն ռեժիմի որպես պետություն ազգաբնակչությանը մեծապես հարվածելու նպատակ ունի իհարկե ինքը հիմնավորում է որ ակնկալում է որ ազգաբնակչությունը Իրանի քաղաքացիները դուրս գան ռեժիմի դեմ բայց ոչ մի ես կարծում եմ արժանապատվություն ունեցող ժողովուրդ չի ընդունի որ դրսից կան փորձեն իր վարչակարգը փոխելու կամ նման բաներ դա ինչ է նշանակում որևէ պետություն կարող է մի ինչ-որ հարևան կամ հեռու մոտ երկրի պետական կարգը չհավանի կամ դրա մեջ վտանգ կա, պիտի նախաձեռնի ինչ-որ տես լայնամասշտաբ գործողություններ